Տալույս մանկապատանեկան երգչախումբը Իջևանում Տավուշի թեմի առաջնորդարանի դահլիճում նշեց հոբելյանական 10-րդ տարեդարձը։ Երգչախումբը գործում է Տավուշի թեմի Հովանու ներքո, համերգն անցկացվել է նվիրում խորագրով, որովհետև երեխաների մեջ սերմանվում է նվիրում հայրենիքի, եկեղեցու, հայրենի արժեքների նկատմամբ։ Երգչախումբը հիմնադրել է Բագրատ arczepiskopos Գալստանյանը Տավուշի թեմի առաջնորդ եղած շրջանում։ Տալույս երգչախմբի խմբավարը գեղարվեստական ղեկավարը Մարիա Գալստյանն է, պրոդյուսերը Թովմաս Ուրարակիր Առաքելյանը։ Մարիա Գալստյանը համերգի բացմանը նշեց. «Երբ մենք հաղորդ ենք դառնում հայ հոգևոր գանձերին, հասկանում ենք, թե ինչպիսի հարստություն են մեզ կտակել մեր հայրապետները։ Աղոթքների, շարականների, տաղերի բովանդակությունը երեխային հասկանալի ձևով մատուցելիս նրանք հաղորդ են դառնում դրանց հոգևոր իմաստին։ Երգչախմբում երեխաները մեծանում են որպես բարեկիրթ, արժանապատիվ քաղաքացիներ։ Դրան նպաստում է հոգատար ու բարեպաշտ միջավայրը»։ Մենք պարտավոր ենք ուղղակի հայ ազգային եւ հոգեվոր մշակույթը, իդեմս երգարվեստի, խմբերքային արվեստի հանրահռչակել, քանի որ երբ մենք մեր մշակույթը լավ ենք ճանաչում, ինքներս ներհայացք ենք գցում դեպի մեր ներսը եւ հասկանում ենք, որ ավելի ինքնաճանաչ ենք դարձնում։ Մշակույթն է մեր ինքնության պահպանողը։ Երգչախումբն ունի կրտսեր եւ ավագ խմբեր, ուսումնական երգչախումբ եւ համերգային կազմ։ Սա սերնդափոխության համար է անհրաժեշտ։ Երբ ավագները մեկնում են մայրաքաղաք ուսանելու, Տալույս երգչախումբը համալրվում է ուսումնական կազմից։ Հոբելյանական համերգն անցկացվեց պայծառակերպության տոնի օրը երեկոյան, քանի որ երգչախմբի անվանումը կապված է լույսի պայծառացման հետ։ Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության օրվա խորհրդանիշը լույսն է եւ Տալույս երգչախումբը հիմնադրվել է հենց լույսի խորհրդով։ Դա թե կրթության, թե մշակույթի, թե սրբության եւ քրիստոնեական բարոյագիտությամբ ապրելու եւ ամենակարևորը հենց հոգեվոր կյանքի լույսն է, որ միշտ ուղղորդել է մեզ։ Հետևաբար պայծառակերպության տոնը Տալույս երգչախմբի համար միշտ յուրահատուկ է եւ մենք կարևորում ենք դա, նաեւ շատ ուզեցինք, որ մեր 10-ամյա տարեդարձի համերգը հենց պայծառակերպության տոնին լինի։ Հաճախում եմ 6 տարի եւ ապրում եմ այստեղ։ Ամենասիրածս երգը Սայատնովան եւ Մուշմուշն էր։ Մենք երգել էինք 4 երգ եւ մեկ միասնական երգ։ Իմ սիրած երգը Երկիր հայրենին է։ Մենք սովորում ենք, որ այդ սերը տարածենք բոլորին։ Երգչախումբը մեր համար, նաեւ իմ համար ոչ միայն երգի կատարումների եւ երգեցողության համար է, այլ նաեւ կյանքի դպրոց է։ Մենք այստեղ սովորում ենք պատասխանատվություն, հարգանք եւ այլն։ Երբ որ գնացել ենք հենց ամենասկզբից մի քանի ամիս հետո Ստարմուսին, այդ ժամանակ շատ ուրախանալու էր, երջանկացել ենք ու ամենասիրած ելույթս էդ էր։ Երգչախմբի հիմնադիր Բագրատ arczepiskopos Գալստանյանը համերգին հետևում էր հեռավար, քանի որ գտնվում է տնային կալանքում։ Տալույս երգչախումբը այս պահին 37 սան ունի։ Հոբելյանական համերգին ներկա էին Տավուշի թեմի քահանաներ, մտավորականներ, ծնողներ, երեխաների կատարումները բարձր գնահատեց խմբավար մանկավարժ Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը։ 10 տարի Տալույս երգչախումբը գործել է անխափան։ Երգչախումբն ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ հանդես եկավ մարզահամերգային համալիրում Ստարմուս գիտության, արվեստի եւ երաժշտության միջազգային փառատոնի ժամանակ Քույն խմբի կիթառահար աստղաֆիզիկոս Բրայան Մեյի հրավերով։ Երգչախումբը ձեռքբերումներ ունի, նկարահանվել է երաժշտական ֆիլմերում, այդ թվում Վարդանանք հաղթանակից մինչև մեր օրեր երաժշտական ֆիլմում։ Տաշիր արենան բացվել է Տալույսի կատարումով։ Երգչախումբը հանդես է եկել մանկական Եվրատեսիլի փակման հանդիսությանը, ներկայացել է հեռուստանախագծերում։
Աննա Թամրազյան, Էրնեստ Խանոմյան, Վաղարշակ Ալավերդյան, եկեղեցական կյանք։